Առաքելական եկեղեցու սպասավորներին կարող էին հարցաքննել անգամ նրանց հարմար վայրում, խուզարկությունները, ձերբակալությունները խիստ անհրաժեշտության դեպքում պետք է կիրառվեին։ Երեկվա իրադարձությունները վերլուծելով պարզաբանում է իրավապաշտպան Հովհաննես Խուդոյանը։ Իրենք կարող էին դա անել շնորհքով, առաքելական եկեղեցու նկատմամբ հարգանքով, ուշադրություն չկենտրոնացնելով, եկեղեցու բնականon գործունեությունը չխաթարելով եւ առանց ձերբակալությունների։ Եկեղեցին բոլորինն է։ Հայտարարությունը, որ հիմք է դարձել գործի հարուցման համար, Հովհաննավանքի քահանա Տեր Արամը հանրայինի եթերում հնչեցրել է 1 ամիս առաջ, 5 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, հետևաբար հրատապության խնդիր չկար։ Բնականաբար տաքետքերով անցանք հետևից գնալու ինչ-որ դատավարական վարկած չէր կարող լինել։ Տեր Արամը պնդել էր, թե ընդդիմության ցույցերին մասնակցել է իր վերադասի հրահանգով։ Եկեղեցուն նորոգում։ Բայց գործին ընթացք է տրվել ոչ թե նրա, այլ իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության հաղորդման հիման վրա։ Քննելու Տեր Արամի հայտարարությունները, արդյոք դա Հովհաննավանքի քահանային ազատում է որևէ պատասխանատվությունից։ Ես ինչքան էլ որ դժգոհ լինեմ կամ իմ դուրս չգա Տեր Արամի գործունեությունը, հաշվի առնելով որ նա դեռևս առաքելական եկեղեցու հոգևորական իր գործողությունների մասին կարծիք չեմ արտահայտի։ Արագածոտնի թեմի առաջնորդի ու բերման ենթարկված 12 քահանաների մի մասի տեղը գրեթե 6 ժամ անհայտ էին պահում իրավապահները։ Փաստաբաններին քննչական կոմիտեի դռներից ներս չէին թողնում, հոգևորականները զրկված էին իրավական պաշտպանության իրավունքից։ Երբ որ ասում են, բա մենք ինչ անենք, օրենքով ենք առաջնորդվում, ինչ էականանում հանդեպ ենք այս գործողությունները կատարում, օրենքով չեք առաջնորդվում, որտեղ օրենքով առաջնորդվելու դեպքում պետք է ապահովեք մարդկանց պաշտպանության իրավունքը, իսկ դուք ընդհանուր տարել եք մարդկանց կորցրել եք։ Իրավապահները Արագածոտնի առաջնորդարան անգամ փրկարար ծառայության աշխատակիցներ էին տարել էլեկտրական սղոցով սեյֆը բացելու համար։ Մինչ ավելի քան 9 ժամ առաջնորդարանում ԱԱԾ-ականները զբաղված էին շինարարական աշխատանքների նմանվող գործերով, կաթվածահար էր եղել Արագածոտնի թեմի գործունեությունը։ Եկեղեցիներում հետաձգվել էին նշանակված արարողությունները, եկեղեցու դռները ԱԱԾ-ականները փակել էին հավատացյալների առաջ, ինչը մարդկանց վրդովմունքներ առաջացրել։ Իրենք նպատակադրված կիրառել են քրեական դատավարության գործիքակազմի ամենակոշտ եղանակները, եկեղեցիների դռներ են փակել, մտել են խուզարկությունների, քարոզչական նկատառումներով նկարներ են հրապարակում։ Քննչական կոմիտեի հրապարակած լուսանկարներում երևացող իբրև թե իրեղեն ապացույցները խիստ կասկածելի են թվում իրավապաշտպանին։ Ինչպես ես հասկացա, դա հենց առաջնորդարանից վերցված նյութեր են։ Ենթադրաբար էլ այդ տեքստից պետք է լինեն նվիրատվություններ։ Հավաքներին մասնակցելուն հարկադրելու, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու, խոշոր չափերով վստահված գույքի հափշտակություն կատարելու հոդվածներին վերաբերող ապացույցներ չի տեսնում Հովհաննես Խուդոյանը։ Լավ, եթե դա ինչ-որ կերպ հանցանքերի ապացույցում, կարելի է ընդհանրել, որ քննչական կոմիտեն պետք է մի քիչ ավելի լայն կոնտեքստով ասի, թե այս փողը ինչի է ինքը նկարում ցույց տալիս, ընդհանրապես ոնց որ շատ փող է ցույց տալիս մարդկանց գրգռելու համար։ Այնտեղ գրեթե այնքան գումար էր, որքան հայտարարագրել է քննչական կոմիտեի նախագահը, որպես տանը պահվող կանխիկ գումար, մոտավորապես հաշվել է Խուդոյանը։ Կարող են մի նկարել իրենց տնից անել եւ հրապարակել։ Լիլիթ Սարգսյան, Նորայ Շարբաթյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայրուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։